երեկո, պարոն Ռուստամյան, դուք գտնվում եք Ստրասբուրգում, որտեղ երեկվանից մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այսօր ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ըստ էության Բոբ Ուոլթերի հակահայկական զեկույցը։ Կցանկանայի իմանալ, արդյոք հայկական պատվիրակությանը հաջողվել է բերել հակափաստարկներ, ընդդիմանալ այդ զեկույցին եւ այնպես անել, որպեսզի հետաձգվի զեկույցի հրապարակումը։ Նախ զեկույցը որպես այդպեսին չի ներկայացրել է զեկուցողը իր գնահատականները ընթացքի հետ կապված եւ բնականաբար մենք իրեն համապատասխան պատասխաններ ենք տվել, որտեղ փորձ էր անում մեղադրանք ներկայացնել հայկական կողմին, որ խոչընդոտվում է իր այցելությունները։ Մենք բնականաբար այդ մեղադրանքը չենք ընդունել, որովհետեւ դա չի համապատասխանում իրականությանը, բայց ասել ենք այն, ինչ որ ինքն էլ է նկատել, որ հայկական հասարակության մեջ կա իր նկատմամբ անվստահություն, ասել ենք այո, կա այդ անվստահությունը եւ անկախ այդ անվստահությանը, որ գոյություն ունի ձեր անձի նկատմամբ, մենք այդուամենայնիվ որևէ խոչընդոտ չենք տեսնում, ամեն մարդ էլ կարող է Հայաստան այցելել, Հայաստանը բաց երկիր է եւ որևէ խնդրեմ չկա հարևան մյուս երկրների նկատմամբ, որ ինչ-որ սև ցուցակների պրակտիկա ունեն, մեր մոտ այդպիսի բան չկա։ Բայց եթե դուք ուզում եք Ղարաբաղի հարցով զբաղվել, բնականաբար պետք է համապատասխան պատշաճ կարգով դիմեք տեղի իշխանություններին եւ իրենց հետ պայմանավորվեք եւ մեկը մյուսի հետ պետք չի կապել, որտեղ դուք կարող եք գալ Հայաստան, բայց եթե Ղարաբաղ չգնաք եւ Ղարաբաղ չհանդիպեք, ձեր զեկույցը ոչ մի արժեք չունի։ Բացի դրանից նա փորձում էր իհարկե ներկայացնել, որ իբր թե ինքը այնքան մտահոգված է այն իրավիճակով, որ այսօր սահմանի վրա գոյություն ունի եւ իր հիմնական նպատակը այդ էսկալացիան կանգնեցնելն է, լարվածությունը կանգնեցնելը, բայց մենք ասացինք մասնարարպես ես իրեն ասի, որ ճիշտ հակառակն է տեղի։ Նախ դուք միայն այն անձը չեք, որ ձեզնով է պայմանավորված լինելու այդ էսկալացիայի կանգնեցումը, շատ բան մի ձեր վրա վերցրեք։ Եվ երկրորդը ճիշտ հակառակն է տեղի ունենում, դուք երբ որ ամեն անգամ գնում եք Բաքու, դրանից հետո այդ էսկալացիան լարվածությունը հակառակը մեծանում է։ Եվ այս վերջի իրադարձություններն էլ հենց եղել են ձեր այցելությունների հենց ժամանակահատվածին համապատասխան։ Այսինքն այդպես չի, որ դուք նպաստում եք այնտեղ լարվածության թուլացմանը։ Հակառակը երևի ոմանց պետք է, որպեսզի այդ լարվածությունը առաջանա, որ ձեր զեկույցի անհրաժեշտությունը երևա։ Բայց երևի այդ պատճառով է, որ դրանք իրար հետ համընկնում են։ Բնական է դա այդ մասիրան դուր չի գալիս, բայց իրականությունը դա է։ Հետո բացի դրանից փորձ արեց ինչ-որ ընտրովի տարբեր հայտարարություններից բերել մեջբերումներ, համանախագահ անձ ինչ-որ ընտրովի հատվածներ, որի երկը ձեռնտու է Ադրբեջանին, բայց մենք ասացինք, եթե բերում եք մեջբերումներ, բարի եղեք, առնվազն գոնե ոչ թե ընտրովի բերել դրանք, այլ կատարել ավելի լիարժեք, մասնավորապես վերջի հայտարարությունը դուք նկատի ունեցեք, որը կատարել են եռանախագահները, որտեղ շատ հստակ ասվում է, որ հենց Ադրբեջանը պետք է վերջապես ընդունի այն մեխանիզմը, որով առաջարկվում է վերահսկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ Ադրբեջանը շարունակաբար մինչեւ հիմա անընդհատ հրաժարվել է այդ մեխանիզմները որդեգրել։ Հայաստանը եւ հայկական կողմերը պատրաստ են դա հենց այսօր էլ իրականացնել։ Այսինքն դուք մտածում եք, որ այդ մեխանիզմները դուք պետք է ամրապնդեք իրականացնեք։ Գնացեք խոսեք Ադրբեջանի հետ, որտեվ այդ կողմն է, որ դա մերժում է։ Սրա մասին դուք երբեք չեք խոսել։ Մինչև մի լռել եք ընդհանրապես այդ էսկալացիայի մասին, որտեղ մարդիկ են զոհվում։ Որպես զեկուցող դուք մտածում եք ձեր այցի մասին։ Բայց մտածեք ի վերջո, եթե դուք ունեք ինչ-որ հանգամանք, օգտագործեք հիմա էլ այդ հանգամանքը ի օգուտ այս գործընթացին, ի օգուտ նրա, որ այդ լարվածությունը մեղմվի։ Դրա հետ կապված մատամատի չեք խփել։ Այսպեսի մի քիչ շատ սուր խոսակցություն է եղել իհարկե իր հետ, բայց բնական է ինքը խնդիր ունի, որտեղ իր ժամկետ ավարտվում է, իր ամբողջ հարցը սա է, որ նոյեմբերի սկզբներին ավարտվում է եւ ամեն ինչ ուզում է անել, որ մինչեւ իր հեռանալը հասցնի զեկույցը գրել։
Պարոն Ռուստամյան, ձեր կարծիքով որքանով կհաջողվի Ուոլթերին այդ զեկույցը հասցնել ԵԽԽՎ լիագումար նիստ, քանի որ հայտնի է, որ նոյեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամանակը, եւ հետաքրքիր նաեւ ձեր կարծիքով որքանով են երաշխիքները, որ Ուոլթերին հաջորդած համազեկուցողը չի շարունակելու նրա այդ հակահայկական գործելավոճը եւ նույն ոգևորությամբ առաջ չի տանելու այդ հակահայկական զեկույցը։ Գիտեք, որևէ երաշխիք գոյություն չունի, ընդհակառակը ես անձամբ ինքս համոզված եմ, որ այստեղ ադրբեջանական լոբին այնքան մեծ է, որ ես ասել եմ, որ մեր աշխատանքը նմանվում է Միլի Մեջլիսում աշխատանքին, այնպես որ շատ մեծ ակնկալիք չունեմ, ինչ որ զեկուցողը եթե փոխվի դրանից բան պետք է փոխվի։ Նախ ինքը վերնագիրը զեկույցի արդեն մեր համար անընդունելի է եւ կանխորոշում է զեկույցի բովանդակությունը։ Բնականաբար հենց այդպիսի ձևակերպումներով եւ այդպիսի հաստատումներով զեկույցը երբեք չի կարող անաչառ լինել եւ ես վստահ եմ, որ ընդհանրապես Եվրոպայի խորհուրդը այսօրվա իր մթնոլորտով եւ այն վիճակով, որ գոյություն ունի նույն Ադրբեջանի հետ հարաբերություններ են լոբինգը, որ գոյություն ունի Եվրոպայի խորհրդի ներսում, բացարձակապես այն միջավայրը չի, որտեղ հնարավոր է ակնկալել ինչ-որ նորմալ զեկույց։ Եվ ուրեմն ես վստահ եմ, որ բնական է հայկական կողմը պրիմիտիվ մեղադրանքներ չպետք է թույլ տա, որ իր վրա բերեն, հիմնականում դա են ուզում անել, բայց մնացած բոլոր առումներով մենք որևէ լավ բան այդ զեկույցից չենք սպասել, չենք էլ սպասում։ Պարոն Ռուստամյան, եւ վերջում չեք կարծում, որ եւս մեկ անգամ պետք է ԵԽԽՎ ղեկավարությանը բացատրել, հիշեցնել ԵԽԽՎ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկման աննպատակահարմարության մասին։ Մենք միշտ էլ դրա մասին ասել ենք, իրենք էլ են շատ լավ դա հասկանում, բայց իրենք իրենց հաճախ հակասում են, որտեղ ասում են, որ մենք չենք ուզում մի բան անել, որը զուգահեռ է գնում Մինսկի խմբին կամ խանգարի Մինսկի խմբին, բայց ամեն ինչ անում են, որ ոչ միայն զուգահեռ գնա, այլ խանգարի։ Սա խոսում է այն մասին, որ իսկապես կան շահագրգիռ կողմեր հանձին ադրբեջանա-թուրքական լոբինգի, որ այս ամեն ինչը պարզապես ստանում է օգտագործելու համար այս կառույցը իրենց նպատակների ուղղությամբ։ Այս է խնդիրը։ Սա մենք բազմիցս ասել ենք եւ հիմա էլ ենք ասում, որտեղ իսկապես Եվրոպայի խորհուրդը չունի այդ մանդատը եւ չունի այդ հնարավորությունը ընդհանրապես կարգավորելու իր դերը մարդասիրական պետք է լինի, փորձի, որ երկու կողմերի միջև ձևավորի ինչ որ վստահության մթնոլորտ, որի մասին էլ մենք միշտ ասել ենք ու պատրաստ ենք եղել այդպիսի ֆորմատներում ձևաչափերում աշխատել, բայց ոչ ավելի։